մեղադրանքը պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության չափանիշներին։ Այսինքն միայն այնպես նա չի, որ մենք հիմա պետք մեղադրանքը պիտի նայենք, միգուցե ենթադրում եմ դատարանը նկատի ունի, որ ինքը միայն մեղադրանքն է նայելու, բայց միևնույնն է, միգուցե ձեր աշխատակազմով, բոլորով, իրար հետ ժամում միայն մեղադրանքները կկարողանաք նայել, բայց սա միայն մեղադրանք նայելու հարց չի։ Այսինքն մենք պետք է նայենք նաև մեղադրական եզրակացությանը համապատասխանության հարցը, որոնք քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխան կարգավորումներ ունի, որ եթե չի համապատասխանում մեղադրական եզրակացությանը չափանիշներին, ապա ինչ է այդ դեպքում լինի։ Այսինքն մենք 3 հատորը պետք է աշխատենք եւ հասկանանք, որ 3 հատորը ոչ թե այն մեղադրանքը։ Հիմա 3 հատոր հնարավոր է կարդալ 2 ժամում, բնականաբար ոչ։ Եթե ինչ-որ հատուկ ծրագրեր դուք չեք օգտագործում, այդպես word ֆայլը դնեք, ինչ-որ մեկը արհեստական բանականությունը դա նայի ու ինչ-որ բան որոշի։ Մենք այդպես չենք անելու, կամ չգիտեմ, ձեր աշխատակազմը եթե ունի այդ հնարավորությունը, մենք չունենք այդ հնարավորությունը։ Հիմա եթե հարցը վերաբերում է նրան, որ 1 շաբաթ հետո մենք հավաքվելու ենք, ուղղակի եթե թարգմանությունը լինի տրամադրվելու է պարոն Խաչատուրովին ու ցանկացած դեպքում ժամանակ է տրամադրվելու, միգուցե անիմաստ չհավաքվենք, որովհետև եթե ընդամենը 1 շաբաթ եք տրամադրելու, բնականաբար դա բավական չէ, ավելին ասեմ, պետք է կողմերն ունենան հավասար հնարավորություններ։ Եթե դատախազին դուք տվել եք 24 օր ժամանակ, պաշտպանական 20 օր, դա 20 օր ժամանակ, ապա պաշտպանական կողմեր պիտի ունենա այդ հնարավորությունը, չեք կարող ասել, դատախազ, քանի որ դու ուզեցիր ես այդքան երկար ժամանակ եք դες տալիս, իսկ պաշտպաններին մենք ընդամենը 1 շաբաթ ենք դարել։ Ուղղակի առաջարկում եմ Ուղղակի առաջարկում եմ, եթե կլինի թարգմանության հարցն է ուղղակի, կարող է հնդածս այդ ընթացքում ձեր աշխատակազմը կապնվի, տրամադրվի պաշտպանին, որպեսզի դրա համար լրացուցիչ ժամանակ չպահանջվի հետո մյուս դատական նիստը հետաձգելու։ Ես ևս միանում եմ իմ գոլեգաներին, անհատ գործողություններ չանենք ուղղակի 10 րոպեում հավաքվելու եւ հետո նորից դատական նիստ հետաձգելու իմաստով, դատական նիստը միանգամից ամսի 17-ին տեղափոխվի եւ 17-ին արդեն նորմալ աշխատենք։ Կիս Արգյան, կարող է 3 հատորը 2 ժամում հնարավոր է ընթերցել եւ